Ստացվում բերանդ։ Արա հագստացի խես։ Ձեզ որոշ պաշտոնավորներին չի ստացվի, որ ես իմ ազգից հրաժարվեմ եւ գնամ ուրիշ երկիր ապրեմ, այ ձեր նմանները պետքա մեր երկրից մաքրվեն, ուղերձա սա հաղորդումը ենթադրաբար հանցագործության մասին, որոշ պաշտոնների չարաշահումա տեղի ունեցել իմ հանդեպ, նշեմ ես ամեն ինչը իմ երևակայությունը կարող է լինել, իմ կարծիքը, որը պետքա պարզվի քննչական գործողությունների ընթացքում եւ ես ոչ մեկի անվան հետ ցանկություն չունեմ խաղալու։ Դատախազ Ա Երիցյանը գործ 091-38-825 Քանաքեր Զերթուն քրեական վարույթ, Երևան քաղաք դրոյի 28 հասցե Անահիտ Գրիգորյանը, ծնունդին հրավիրում միջոցառում ես անեմ, Դատախազ Ա Երիցյանը պաշտոնի չարաշահում անում, իմ վրա գործահարուցում ես մեղադրվող, ուրեմն սենց, այսինքն մարդիկ հարձակվեն իմ վրա ցուցմունքի ընթացքում խոստովանեն, որ իմ հեռախոսը ինձանից գողանում են, ձեռքիցս վերցնում են ու ասում են քեզ հեռախոս չկա տալու, իբր իրանց հեռախոսը ճաքած է, ջարդված է, բայց ես քանի որ տարբեր բնագավառի մարդկանց հետ եմ շփվել եւ ես մի քիչ իրանց մակարդակին հավասար ասեմ, իրանց որ քանի որ այնտեղ ժարգոնով էին խոսում, այդպիսի մակարդակ կա, որ մուտիտ է անում, իրանց հեռախոսը ջարդված է, որ մարդու վրա փող վիզ դնեն ու ստանան։ Տեսնելով որ հեռախոսը ոչինչ չի եղել, այլ այդ չխոլն է վնասվել այդ էկրանի ապակին դրած, հետ եմ տալիս ես իրանց, երկու անգամ իրանք ցուցմունքների մեջ ասում են, որ հեռախոսս ուզում են իրենցով անեն, ես այդ հանցագործությունը խափանում եմ, հետ եմ վերցնում, ինքն իրավչություն են անում, թե ինչ պետքա դա քննիչ է այդ գնահատականը տա։ Միջոցառման զգեստը պատռում են, ձեռք են առնում այդ մազիցս վզնոցս վերցնում, գցում են, հարձակվում են հայհոյանքով իրենց երեխաների ներկայությամբ վրաս հայհոյում են, որը վիդեոն ես իմ կայքում TikTok-ի տեղադրել եմ, այսինքն երեխաներն էլ են ճիշտ է այդ պահին հոգեբանական հուզմունք ապրում։ Այդ ամեն ինչը դատախազը չի դիտում խուլիգանություն, որ հասարակական կարգ են խախտում, գալիս են իմ վրա հարձակվում են, հայհոյում են երեխաների ներկայությամբ, հեռախոսս ուզում են իրենցով անեն, Անահիտի վրա տեսնում է կապտուկներ, ասելով հավատալով իրենց ցուցմունքին, որ դա ես եմ արել, սակայն ես ասում եմ ես դա չեմ արել, ասում է իբր Անահիտն է, քանի որ Անահիտի վրա շատ է կապտուկը, ուրեմն ես պետքա գործով մեղադրվեմ։ Ես դա կարծում եմ անօրինական պաշտոնի չարաշահում, որովհետև այդ երեք աղջիկների ցուցմունքները միմյանց անընդհատ հակասում են, վիդեոյի մեջ հստակ երևում է Անահիտը ցուցմունքում ասում է, որ ինձ հարձակվել է նրա համարին վրա, որ ես երեխաները այնտեղ լացել են ու հայհոյել եմ, այդ ժամանակ Վերոնիկան գալիս է ին վրա ու իրանք էլ են գալիս ին վրա, այսինքն իր ասելով այդ մամնական վնասվածքները կրում այն ժամանակ, երբ որ իրանք ին վրա են հարձակվում, քանի որ ես երեխաներին իբր հայհոյում եմ, սակայն վիդեո ապացույցը կա, որ ես երեխաներին չեմ հայհոյում, եթե հայհոյեի, ապա երեխաները շրջված կլինեն, երեխաները շրջվում են այն ժամանակ, երբ որ Վերոնիկան հայհոյում է ու չեն լացում, այսինքն սուտ ցուցմունք է տալի Անահիտը, Անահիտի սուտ ցուցմունքի պատճառով ես մեղադրվող եմ, իմ կարծիքով պետք է այդ վիդեոն շտապ ուսումնասիրվի, իմ վրայից մեղադրակը հանվի եւ քանի որ Անահիտի սուտ ցուցմունքի պատճառով ին վրա է գործ հարուցվել, Անահիտը կալանավորվի, որովհետեւ այդպիսի հոդված կա, եթե մարդը սուտ ցուցմունք է տալիս ու մյուս մարդ իր սուտ ցուցմունքի պատճառով տուժում է, պետք է ինքը կալանավորվի, իսկ եթե թեկուս ես Անահիտին այդտեղ հարվածած լինեի, սակայն հարվածած չեմ լինում, դա ինքնապաշտպանություն է, քանի որ Անահիտը ինքն է խոստովանում, որ ին վրա է հարձակվել, իբր նրա համար, որ ես երեխա եմ հայհոյել, իսկ դա էլ բոլորը պլանավորում են նրա համար, որ ես հետագայում դատավորի մոտ վատ կարծիք դրսևորվի իմ մասին, որ ես երեխա եմ հայհոյել, իրանց արարքը իրանք դրանով արդարացնեն, դրա համար ին վրա են հարձակվել։ Ես քերծվածք եմ ունեցել ձեռքի, նախկինում իմ գլուխը կոտրված է եղել, նաև դատախազը
ինձ մեղադրվող դրել է նրա համար, որ ես իբր դատաբժիշկի մոտ չեմ ասել իմ երեսը ցավում է, գլուխս ցավում է։ Սակայն դատաբժիշկը բժշկական կրթություն ունենալով պետք է իմանար, որ ցավը ի հայտ է գալի 24 ժամվա ընթացքում, եթե 24 ժամը չի անցել, ինքը պետք է ինձ լրացուցիչ 2 անգամ կանչեր։ Քանի որ ցավը իմ մոտ երեսից գլխիս ի հայտ է գալիս դատաբժիշկ գնալուց հետո, ես նույն օրը երեկոյան իմ հիշելով նույն օրն է լինում կամ հաջորդ օրը առավոտյան միջնորդություն եմ գրում քննիչին, որ կրկին գնամ դատաբժշկի մոտ, ինձ ուղեգրի ներվաբանի մոտ երեսի ու երեսի ռենտգեն արվի։ Բողոքում եմ դատաբժշկին, որ ձայնալարես խզված եմ խոսում, ասում է կարող է մրսած ես, ասում եմ հաստատ ես մրսած չեմ։ Ոչ մի ուղեգիր ինձ չի տրվում, այլ ինչ Վերոնիկային եւ Անահիտին ուղեգիր է տրվում։ Վերոնիկան այնտեղ ընկնում է վիդեոյի մեջ երևում է, չի ընկնում, չգիտեմ որտեղից հետևի կապտուկը, եթե ինքը իրան ընկել է, փաստորեն դա էլ է մեղավոր, դա էլ է քննարկվում, բայց քանի որ Վերոնիկային մեկ անգամ եմ խփել, Վերոնիկայի վերաբերյալ ին վրա գործ չի հարուցվում։ Ես դա կապում եմ նաեւ մեկ այլ դեպքի հետ, դատախազի իմ կարծիքով ինձանից քեն է պահել, իմ վերաբերյալ բժշկական սխալը տեղի ունեցել Աստղիկ հիվանդանոցում դատաբժիշկները գրել են ներքին անահոսություն չի եղել, էպիգրիզի թուղթը հանցակազմ են թաքցրել, սակայն ներքին անահոսություն եղել է, դատաբժիշկները մինչև այժմ պատասխան չեն կրել, ուրիշ դատաբժիշկները այդ հանգամանքը հետո, որ ես բազմիցս պայքարից հետո 5 տարի հետո կցել են, որ եղել է, սակայն բժիշկը մինչև հիմա պատասխան չի կրել, այնտեղ աշխատում է պաշտոնի բարձրացում, մի բան էլ ին վրա արգելք են դրվել այդ բժշկի անունի ինչ որտեղ խոսալ, 1 տարուց ավել է 13 հատ հեռախոս ին վրա են քրեական գործ հարուցել, չեն տալիս հետ, մայրիկս հիվանդ ծանր, ասել ենք գոնե հեռախոսը մայրիկի շտաբ նայեք, որ համոզվեք ինֆորմացիա չկա, հետ տվեք, նույնիսկ իմ մայրիկի հեռախոսը, որ այնտեղ բժշկի կոնտակտներ է, հետ չեն տալիս։ Միջոցառում է եղել, ինքը ասել է Անահիտը, որ չի հավանում միջոցառումը, գումարը հետ տամ, այն հարցին, թե ինքը ինչի չի հավանում միջոցառումը, եթե չէր հավանում կամ չօգտագործեր 30 րոպեն լրանար միջոցառման, նոր ասեր գումարը դու չէր հավանել, աղջիկ ջան 5 րոպեն անցել էր, ասեր գումարը հետո կտա, այստեղ հարցը գումարը չի, ես գումարի կարիք էլ ընդհանրապես չունեմ, քանի որ ես կենթանի երեխա շատ եմ սիրում, ուզեցել եմ զուտ որպես հետաքրքրություն իմ տրամադրությունը բարձանա, բեմական ամեն ինչին է, ես տիրապետել եմ, թե համերգներ եմ տվել Սունդուկյան թատրոն, Կուկուռուզնիկում, թե Պատանի հանդիսատես թատրոնում, թե ֆիլմերում եմ նկարահանվել, ես այդ փորձը ունեի, որ նա ասում է չի հավանել, չէր կարող հավանած չիներ, որովհետև ես այդ ամեն ինչի փորձը ունեմ։ Գումարը հետ է ուզում, հետո ասելով, որ լիովին է դժգոհում այդ միջոցառումից, ես ասում եմ, բայց այդ երեխան հավանեց, ուրախացավ, ինքը ասում է երեխան փոքր է, դրա համար է ծիծաղացել, այսինքն եթե կապ չունի փոքր է, ինչ է, երեխան ուրախացել է, այլ խնդիրը որն է, չես հավանել, հաջորդ անգամ մի կանչի, կամ եթե չես ուզում 5 րոպե հետո ընդհատի, ասա չեմ ուզում, ուրիշի կանչի, այսինքն դու ամբողջությամբ օգտվում ես այդ ծառայությունից ու այդ միջոցառումը 15 րոպե էր, ես 30 րոպե ասում եմ կլինի, անես, ասում եմ խնդիր չկա, իրան 15 րոպեն նվեր եմ տալիս, ընդ փուչիկների բանը ես իմիշ գումար չի, որ երեխան փչում խաղում է, դա էլ եմ հետ նվեր տալիս չեմ ուզում, ինքը իմ հետ գումարի ինչ որ խոսակցություն է տանում, դրանից առաջ էլ ինձ չի զգուշացվում, որ այդ ամեն ինչը պետքա փողոցում լինի, ես գիտեի տուն եմ գնում, իր երեխայի Ռոբերտի ծնունդն է իբր լինում, չնայած ես միջև հիմա, չնայած նրան, որ քնիչը ասում է իրոք երեխայի ծնունդն է եղել, ես մտածում եմ դա պլանավորած սարքած է եղել իմ գլխին, ոչ մի երեխայի ծնունդ էլ չի եղել։ Որովհետև այդ ժամանակ չգիտեմ ինչի հետ էր կապված, թե ինքը ինչ-որ հոգեկան, դա իմ անձնական կարծիք է, դեղերի տակ էր գտնվում, եթե իր երեխան է, պետք է երեխային գրկի, ասի Ռոբերտ շնորհավոր ծնունդդ, պաչի ուրախանա ծապտա, ես ասում եմ Ռոբերտ շնորհավոր ծնունդդ, այնտեղ անկեղծ եմ ասում, ոչ մեկ իրանցից չի ծապտալի, ասում Ռոբերտ ծնունդդ շնորհավոր է տղային ու անընդհատ քչփչում ծիծաղում են իրար մեջ, ես երեխայի խաթր ձեն չեմ հանում, իրանց վրա չեմ նայում, որ վիճաբանություն չլինի, ասում եմ այդ անեմ արարողությունը գնամ անշառ,
Հիմա իրանք կարող է մտածեն միգուցե ես այդպես խեղճ աղջիկ եմ, որ միջոցառման եմ եկել ինձ չճանաչելով, բայց ես իմ բնավորությամբ ամեն ինչ սիրում եմ կարդալ, ուսումնասիրել, արկածախնդիր եմ, բայց այդ առումով չարկածախնդիր, որ վեճերի մեջ բռնվեմ, որովհետև մասնագիտությամբ էլ իրավաբան եմ այսօր իմ անձնական կարծիքա լիքը մարդիկ անպատիժ անօրինականությունները շատ են, սա ուղերձ է նաև պաշտոնավոր մարդկանց, որ սաստկեն նման մարդկանց մաքրեն, որ քչան այդ պետական մարմինների կողմից մարդկանց անօրինականություններ անելու անպատիժ մնալը, դրա համար ես չէի ցանկանա ավել գումար ծախսեի, փաստաբանի ավել կռիվների մեջ ընկնել եւ իրանց հետ վիճաբանել։ Ես անընդհատ փորձում եմ գնալ, իրանք ինձ չեն թողում, օգնության ականջում ուրիշներին, ինձ հարվածում է, հետո այդ վերանիկան, որ ընդհանրապես այդ վիճաբանության ժամանակ չի լինում, ինքն էլ է գալի, ձեռքիցս հեռախոսս խլում, այդ շորը պատռում, հարձակվում ին վրա հայհոյանքով իրանց երեխաների ներկայությամբ, իսկ Անահիտի մազերը այս կողմից քաչալ կարող է լինել կամ ներվերից, կամ հորմոնային խանգարումից, կամ թմրանյութից։ Ես միջնորդություն եմ գրում քննիչին, որ թմրանյութը ստուգվի, պատասխանը գալիս է, որ ինքը ոչ մի տեղ գրանցված չի, նարկոման չի, բայց մարդը կարա նարկոման լինի եւ ոչ մի տեղ գրանցում չունենա։ Միջնորդություն եմ գրում դատաբժշկի մոտ լրացուցիչ գնամ, դա էլ է մերժվում ու նույն օրը ինչ միջնորդություն գրում եմ, որ պատահական հեռախոսները վերցնեն, որ տենան այդ ին վրա այդտեղ ծիծաղել են ամբողջ ժամանակ միջոցառման, ինչպես են իրանց պահել, իրանց հեռախոսները վերցնեն, դա էլ այդ միջնորդությունս էլ է մերժվում։ Ծնունդի օրը իրանք շատ տարօրինակ էին պահում, եթե իր երեխայի ծնունդն էր, ինչի պետքա ուզեր, օրինակ, տենց հարամ էր, ընկներ իմ հետևից գումար ուզեր, ինձ հայհոյեր, վիրավորեր։ Չէ, ես չեմ ճանաչել, ես մտածել եմ, որ ուրիշ աղջկա սարքած է կարա լինի ինձ անձնական հաշվեհանդար լինելու համար։ Երիցյան ազգանունը ինձ ծանոթ է, ես մտածում եմ, որ այդ բժշկական սխալ, որ իմ հանդեպ եղել է ներքին անահոսությունով, ես տեղափոխվել եմ դեկտեմբերի 31-ին 17 թվին վիրահատվել եմ, ինքը այդ ժամանակ դատախազներից մեկն է եղել, որ իմ գործը կարճել է։ Կռիվը նոր է եղել, դատաբժիշկներին շուտ եղել, որ բժշկական սխալ է եղել, ինձանից օրգան է հեռացվել փող։ Այդ տարբեր դատախազներ են եղել, Խաչատրյանն է եղել, հաստատ եմ հիշում, բայց Երիցյան ազգանունն էլ է ծանոթ, ոնց որ ինքն է եղել։ Անահիտը ցուցմունք է տվել, իրանք ին վրա հարձակվել են, քանի որ երեխաները լացում էին, Վերոնիկան այդ ժամանակ հարձակվեց, հետո էլ ինքը վիդեոապացույցը կա, որ երեխաները չեն եղել վիճաբանության ժամանակ, չեն լացել, ես հայհոյանք չեմ տվել, այլ Վերոնիկայի հայհոյանքից հետո են շրջվում իմ դեպի վեճը գալի, Վերոնիկան հայհոյում այն վրա է գալիս, այսինքն Անահիտի ասելով թեկուզ եթե ես իրան ծեծած լինեմ, բայց ես մատով չեմ կպնում, իրանք հարձակվել են ին վրա, ես ինքնապաշտպանվել եմ, իրանք ուզեցել են իմ հեռախոսը, այո, մենակ եմ եղել, իրանք 4 հոգով ընդեղ անչափահաս աղջիկներ էլ, մի քիչ մեծի տեսքել 2 հոգին ունեին, շատ են եղել, չէ, 4 հոգին են ծեծել, խմբակային խեղդել են, ինձ հարվածել են, եթե ուժայինով ես իրանցից վեր եմ կարեցել եմ ոտքով Վերոնիկային ետ մղել, դա չի նշանակում պետքա ին վրա գործը հարուցվի։ Խուլիգանական դրսևորումներ իմ կարծիքով ակնհայտ այնտեղ կա, որովհետև պատրել են իմ զգեստը, հեռախոսս ուզեցել են իրենցով անել ինձ ետ չտալ, հայհոյել են, հարձակվել են խմբակային ին վրա, պետքա իրանց վրա գործ հարուցվի, իրանց երեխաների ներկայությամբ էլ ինձ հայհոյել են, վիդեոապացույցներ կա, ուրիշ վիդեո կա նաև, որը եւս կտեղադրվի իմ էջում, որ իր երեխան ասում է մամա հերիքա թող գնա, ես վազում եմ, ինքը ինձ հետապնդում է, թևիցս քաշում է, ասում է ալի հրեստ է, այսինքն այն ցուցմունքը, որ Անահիտը ես իրանք խնդրում էին գնայի, ես չեմ գնում, դա սուտ է, աջ կողմը ես եմ առաջինը դուրս գալի, իրանք իմ հետևից, դա նշանակում է ես գնում եմ, իրանք հետապնդում էին, իմ հետևից էին գալիս։ Այդ իրենց Վարսավիրանոցի դրոյի 28-ի հայաթում, որտեղ այլ մարդիկ ներկա են եւ այլ մարդկանց
անդորի իրենք խանգարել են, որոնք եւս եկել միջամտել էին այդ վիճաբանությանը։ Ես փողոցային կյանքը կողքից տարբեր տեղեր եղել եմ, նայել եմ, ասենք մի քիչ բնավորությամբ տղավարի եմ, կարա ինչ որ օրինակ մի հատ պիղծ տղա մյուսին ուզենա վրան իշխի խափյասիմ հեռախոսս կոտրվել է, հեռախոսը ուզենա իրանով անի, կամ օրինակ խփի, որ Վերոնիկան ինձ խփեց, ես ասում եմ ինձ խփեցիր, ասում է դու ինձ հեր ես հայհոյել, դրա համար եմ քեզ խփել, բայց ես իրան չեմ հայհոյել, ասիկին իրանք ուզում են ինձ իշխեն, վախացնելով, ոնց որ իրանց ենթարկացնեին, մտածել են խեղճ աղջիկ են բռնել, տենց միջոցառում անում, այդ հեռախոսն էլ $1000 հեռախոս էր Samsung S23, իրենցով անեին։ Ուղղակի իրանք չգիտեին, չէին պատկերացում կազմում ես ով եմ, ես իրանց ընդամենը սենց կանգնած մի քիչ էլ սենց մտքումս ոնց որ այդ խնդալով այդ իրադրության վրա, իմ ամենաչսիրած բանն է, որ 4 հոգի մի հոգու վրա փորձում են դուխ ունեք մի հոգին հարձակվեք, խմբակային հարձակվեն ինչ-որ ձեր առնեն, ես այդ սիտուացիայի վրա ծիծաղում էի, ես դրա համար նկարել եմ, որ իմ գլխին չկայնան շինեն, որ հետո իրանց պատիժը ստանային, բայց փաստորեն ես հույս ունեմ, որ այդ պետական մարմինները կպատժեն իրենց արդար մարդ կլինի, որ պատասխանը ստանա, որովհետև իմ կարծիքով էլի եմ կրկնում, դատախազը արել է պաշտոնի չարաշահում իմ վրա մեղադրանք դնելով, որովհետև ես այդտեղ ոչինչ չեմ արել, իմանալով, որովհետև իրանք ինչ բան էին ուզում շինեին, պարզա 4 հոգու վկայությունը կհաշվեն, քան մի հոգու, դրա համար է ես վիդեո եմ արել, որ ապացույցություն ունենամ իրանք են ի վրա հարձակվել, քանի որ ընտեղ Վերոնիկան շփոթվեց ինձ հայհոյեց, դրա համար իմ հեռախոսը վերցրեցին, ուզեցան ջարդեն, հետո տեսան թանկանոցա, ասեց չեմ ջարդի, հեռախոսը վնասել ես, ինձ եմ վերցնում, հեռախոսը չեմ տալիս այդ ջարդած հեռախոսի դիմաց, բայց հեռախոսը ոստիկանները իրենցից ինչքանով տեղակ են վերցրել են, իրանք էլ են հետո խոստովանեցուցմունքում, որ իրենց հեռախոսը ջարդած չի եղել։ Պահանջը, որ թիվ 09130882 քրեական գործը, որը գտնում եք Հանաքեր Զեյթունում, դատախազ Ա Երիցյանը պաշտոնի չարաշահման համար քրեական պատասխանատվություն կրի, որովհետև բոլոր ապացույցները վիդեոյի մեջ իմ օգտին են, 4 հոգին տարբեր իրար հակասող ցուցմունքներ են տվել, դատախազը եւս կրկնեմ, որ իր ասածը նայա իբր դատաբժշկի մոտ չեմ ասել, երեսս ցավում է, քանի որ եթե ինքը բժշկական գիրքը կարդա, կհասկանա, որ ցավը լինում է 24 ժամվա մեջ ընթացքում եւ ես միջնորդություն այդ 24 ժամը չի անցել, քննիչին գրել են, որ իմ երեսը ցավում է դատաբժշկի մոտ լրացուցիչ ուղեգրի։ Քննիչը մերժել է այդ միջնորդությունը, սկրի քրեական պատասխանատվություն, որ ես 3 տարեկան երեխա ունեմ, ինձ sense հոգեկան ստրեսի մեջ է պահում, ներվայնացնում է, վատանում եմ, ինձ հանգիստ չեն թողում, ես չգիտեմ ինքը ինչ կառիսնի միտք է արել, որ sense բան է գրել, բայց պատասխան տա իր անօրինական որոշման համար եւ չեղել համարվի այս որոշումը։